Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանն արդեն մեկնարկել է իր աշխատանքը։ Արդյոք հետևում են քաղաքացիները խորհրդարանի աշխատանքին եւ ինչ տպավորություններ ունեն առաջին նիստերից։ Ազգային ժողովի նիստը էլ ոնց որ նախորդ նիստերն էին, նույնն էլ դա էր։ Կուզեի ավելի լավը լիներ, ավելի կառուցողական ելույթներ լինեին։ Այտենց նոր սկսվել կտեսնենք։ Այս պահին ոնց որ ձեր ուզածին համապատասխան չի։ Չէ, իմ ուզածին համապատասխան չի, ավելի սոլիդ, ավելի լուրջ ազգային ժողով կուզեի տեսնել, թե ընդդիմության կողմից, թե իշխող կուսակցության կողմից, որպեսզի այդ կառուցողականությունը լիներ, բայց չեմ կարծում, որ կստացվի։ Նոր ուժ է եկել, ուժ, որը քաղաքականության մեջ չի եղել, դեռ նոր պետք է կոփվի, դառնա քաղաքական ուժ, դա նաև երևաց իրենց առաջի նիստի հարցերից, որը, չգիտեմ, մի փոքր մանկամիտ հարցեր էին, ասենք նպատակը չես հասկանում։ Վերջ ամեն դեպքում ինձ թվում է կայանան։ Տխուր։ Ինչու՞։ Տխուր տպավորություններ, ինչու պետք է լինի։ Բայց ոնց լիներ։ Էլի իրար են հերթական գողփիսո, քյաչալշուն, էտա ուրիշ բան չունեմ ասելու։ Իսկ ինչ սպասելիքներ ունեք դուք նոր գումարվող ազգային ժողովից։ Սպասելիք ունեմ, որ վերջը խելքի կգանք, սկսեն նորմալ իրար հետ զբաղվել օրենսդրական աշխատանքով, ինչի համար ժողովուրդը իրանց ընտրել է։ Դա չեք տեսնում այս պահին։ Դե հիմա այս պահին ճիշտն ասած շուտ է գնահատական տալ, կանցնի մի երկու ամիս, արդեն կերևա վերջնական, թե ինքը իրանից ինչա ներկայացնելու։ Չեմ հետևել։ Ուղղակի իրականությանը չի համապատասխանում են, ինչ ցույց են տալիս։ Չէ, ճիշտ ասած չեմ հետևում։ Չեք հետաքրքրվում։ Ուտում են իրար, նեցավոր։ Հետաքրքիր չի ձեզ։ Չէ, որ այդպես իրար ղժբժա մեջը հետաքրքիր չի։ Ավելի լավը կուզենայի որ լիներ, որ նորմալ է, ընդհանուր առմամբ նորմալ է, լավ է։ Իսկ ինչ սպասելիքներ ունեք առասարակ 9-րդ գումարման ազգային ժողովից։ Սպասելիքները այնա որ խաղաղություն կլինի երկրում, ժողովուրդն նորմալ կապրի։ 5 տարի էլ նորմալ կապրի հələ որ մի որոշ հատված կա որ լակոտայի նման գալիս են լակոտավարի հարցեր են տալի իրար։ Թուրք տեսել ես, որ գնացել ես Թուրքիա, ասում թուրք տեսել ես ընդ։ Այդ ինչ երեխու հարցեր են տալի իրար։ Գնացել եք ազգային ժողով, զբաղվեք Հայաստանի զարգացմամբ։ Եթե գնացել ես ազգային ժողով, չես զբաղվում Հայաստանի զարգացմամբ, խես գնացել դե։ Ես հարկ եմ տալի, դու աշխատավարձ ես ստանում։ Ճիշտ չէ՞ էլի։ Հələ ոչ մի քիչ ավելի հանգիստ է, բայց ինձ թվում է կարճ է տևելու այդ ամեն ինչը։ Սպասում եք, որ ամեն դեպքում ծեծուջար, չի շփորտոցի նման բաներ։ Ավելի դրամատիկ պայեր են լինելու ժողովրդին համար եւ ավելի հետաքրքիր է նայում ոնց են իրար ծեծում։ Դե գիտեք ինչ կա, ես քվեարկել եմ այն ուժին, որը խորհրդարան չի անցել։ Հույս ունեի, որ անդիմադիր ուժերը բարձր մակարդակ ցույց կտան, բայց առ այսօր ես այդ բանը ցավոք սրտի դեռ չեմ տեսնում։ Հույսով եմ, որ կարող է հետագայում իրանք ավելի բարձր մակարդակ ցույց կտան։ Բայց հիմա դեռ ոչ։ 9-րդ գումարման ազգային ժողովից ընդհանուր առմամբ ի սպասելիքներ ունեք։ Ճիշտ ասած սպասելիք չունեմ։ Սպասելիք չունեմ, որտեղ այնտեղ բացարձակ մեծամասնությունը կազմում է քաղաքացիական պայմանագիրը եւ ինչ էլ որ ասեն անդիմադիրները, ինչքան էլ որ ճիշտ լինեն կամ իրանց քննադատությունները տեղին լինեն, դա ոչ մի նշանակություն չի ունենա իշխանության գործողության վրա։ Նրանք վերահսկում են իրավիճակը եւ ունեն բոլոր հնարավորությունները կայուն կառավարություն ձևավորելու եւ 3/5-ով պաշտոնյաներին նշանակելու։ Կան խնդիրներ, որոնք առաջնահերթ են եւ ազգային ժողովը պետք է կենտրոնանա հատկապես դրանց վրա։ Այո, իհարկե,
Պետք է կենտրոնանալ այն խնդիրների վրա, որը կապված է Ռուսաստանի հետ, երկաթուղիների խնդիրը, սահմանապահների խնդիրը հանելու եւ այլն։ Այսինքն այն խնդիրները, որոնք մեր ինքնիշխանությունը ավելի կբարձրացնեն, ոչ թե խոչընդոտ կհանդիսանան։ Հազարավոր հարցեր կան առաջնային, նախ առաջին տնտեսական հարցերն են հիմա Ռուսաստանի սահմանափակումները կապի կենտրոնանան նոր շուկաների վրա, այսինքն հնարավորինս դիվերսիֆիկացիայի վրա։ Կարծում տնտեսական բլոկը շատ կարևոր բլոկ է, բայց բացի դա նաև անվտանգային բլոկն է, այսինքն դրա վրա հարկա ինչ-որ բան ստեղծվել է, բայց հարկավրա կառուցել, ընդ որում սա անդիմությունն էլ պետք է օգնի կառուցելու այդ անվտանգային միջավայրը եւ մթնոլորտը, ցավոք սրտի մեր խորհրդարանում ուժեր են, որ եթե մեկը ասի սա սպիտակ է, մյուսը անպայման պետք է ասի սև է, մյուսը ասի սև է, մյուսը պետք է անպայման ասի սպիտակ է, անկախ նրանից իրականությունը որն է, տենց պետք է հակադրվեն, բայց դա ոչ մի լավ տեղ չի տանում, որովհետեւ այդ երբ որ հակադրվում են կարծիքներ, բայց տրամաբանական ինչ-որ ռացիոնալ միտք չեն բերում, որ ասեց հա, որ ասեց, ճիշտ ասում, տրամաբանություն կա, այսինքն այդպիսի պահ ունենք։ Կապված սահմանազատումից, կապված հարաբերություններ, արտաքին հարաբերություններից, ամեն տես արդյունաբերության զարգացումից, արտադրության զարգացումից, ամեն ինչ։ Քաղաքից, ընդհանրապես մարզերից, ամեն ինչից, բոլոր բնակավարներում կա։ Ու շատ կա։ Առաջնայինը ինձ թվում է Եվրամիություն քայլանելն է։ Բանակը ավելի հզորացնեն, ավելի ժամանակակից դարձնեն, զինվորները ավելի լավ ծառայեն։ Լավ բաներ շատ կա, որ խոսամ, երկար կխոսամ։ Ուզենամ, որ շատ բաներ իրար հարգեն, մարդիկ իրար հարգեն ընդամենը, որ այս երկիրը դեթա դեպի առաջ։ Իրար որ չհարգեցին, առաջ չի գնալու, թուրքն էլ տենում է, բոլոր ազգերն էլ տենում են, մենք իրար ոնց ենք հարգում։ Ըստ դրա վերաբերվում ենք լինում դրսից։ Մենք իրար չհարգեցինք, դրսից նույն ձևի պատասխանը գալու է։ Ամենահիմքում դա է անգած։